4 ամիս կալանքի տակ գտնվող բարերար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է։ Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչին ավելացվել է նաեւ խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքը։ Արդյոք մեր քաղաքացիները հավատում են բարերարին առաջադրված մեղադրանքներին, ինչը ենթատեքստեր են տեսնում դրանց տակ, եւ արդյոք 2026 թվականի համապետական ընտրություններին կաջակցեն Կարապետյանի քաղաքական թիմին, ներկայացնում ենք Արմլուրի հարցումը։ Քանի որ մենք ոչ չենք գաբրում, մենք ոչ չենք գաբրում, բայց մենք կխղճանք Հայաստանի ներկա վիճակին վրա։ Ես չեմ հետաքրքրում պոլիտիկային։ Շատ վատ այն անում։ Ես ընդհանրապես ոչինչ բանի չեմ հավատում ու չեմ ուզենա, որ Սամվել Կարապետյանը ինչ որ ձևով մասնակցություն ունենա այս ամեն ինչի ընտրություններ եւ այլ եւ այլ։ Չեմ հավատում Սամվել Կարապետյանի, այսպես ասած, քաղաքական նպատակները եւ այլ եւ այլ։ Չեմ հավատում, իրեն էլ չեմ հավատում։ Հավատում եք։ Հավատում եմ։ Բնականաբար ճիշտ չեմ վարվում, բայց ինչ ասես, այսօրվա մեր իշխանությունը это. Չէ. Нет, мы не верим. Вот как раз и таких честных людей хотят опорочить. Մենք Արցախի քաղաքացի ենք։ Լաստեղ քաղաքացիություն չունենք։ Եթե հասցնենք դժվար ժամանակ անպայման։ Բացարձակապես չեմ հավատում։ Նպատակայի դեպքում ո՞րն է, որ թալանի մեջ է մեղադրում։ Դե միայն ապագայի հարցերը լուծելու համար ուրիշ ոչ բան չկա։ Իրենց հետագա հարցերի համար է մտածում։ Ո՞վ ատերես երկրի։ Անկանոն երկրում ենք ապրում, թող իրանք մի հատ իրանց մեղադրեն, առաջինը նոր Սամվել Կարապետյանն։ Հավատում եք, որ Կարապետյանը։ Չեմ հավատում։ Հավատում եմ, որ Կարապետյանը լվացին է լավ, իրանք չեն լվում։ Իսկ ընտրություններին աջակցելու եք Կարապետյանին։ Անպայման, պարտադիր։ Այո։ Որովհետև այդպես էլ կա իրականությունը։ Իրանց խոշոր գումարներից չեն ուզում ներկայացնեն։ Հիմի ավելի խոշոր գումարներ են թալանվում, քան թե այն ժամանակ են թալանվել։ Այդքան բան կարող եմ ասել։ Նպատակը ո՞րն է, որ նրա թալանի մեջ է մեղադրում։ Քաղաքականությունը, էլ ինչ նպատակ պետք է լինի։ Քանի որ այսօր քաղաքական ուժ է ձևավորվում, դրա դեմ էլ պայքարում են, բնական բան է։ Սիրում եմ իրեն, հարգում եմ, շատ լավ գործեր է արել, իհարկե, կաջակցեմ, անպայման։ Եթե իրենք ներկայացնեն ինչ-որ ծրագրեր, շատ հնարավոր է։ Ամենայն դեպս այսօրվա իշխանություններին չեմ աջակցել։ Չեն այնքան հարուստա, որ ինչ թալանել է, դրան պետքա որ թալանի։ Ինքը այդ բանը չի անի։ Ասում են թալանելով է հարստացել։ Չէ, ես չեմ հավատում դրան։ Այդ սարկում են իրանք։ Սարկում։ Ինչ նպատակով։ Սարկում են, որ իրան ընտրություններից զրկեն։ Այդ է նպատակը, որ թույլ չտան մասնակցի ընտրություններին։ Իսկ նրա նոր ձևավորվող քաղաքական թիմին արդյոք դուք աջակցում եք, սատարում եք։ Իհարկե կաջակցեմ, իհարկե։